Բարի երեկո, սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, ողջունենք ձեզ դարձյալ Մեծիդանն Գիլիկիո Կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքին կողմէ գազմագերբած հավատք եւ կյանք հայդակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոեն ներս ուրախությամբ կհյուրընկալենք այնջար հայավանի հոգևոր հովիվ հոգեշնոր Դեր Եզեկիել Վարդապետ Սելումյանը, որ պիտի խոսի Քրիստոսի երկինք համբարձումը խորակրով։ Աստվածօգնական եղբայր եւ օգնական բարի երեկո։ Բնականաբար արդեն այսօր բոլորը դալ գիտեք, որ 5 շաբթի գզուկատիպի նաև համբարձման տոնը, հետևաբար ուզեցինք, որ Քրիստոսի երկինք համբարձումը խորակրով հանդես գանք։ Սկսելով հայ սուրբ մեր առաջին հարցումը. Ինչ է համբարձման տոնը եւ ինչպես տեղի ունեցավ Քրիստոսի համբարձումը։ Համբարձումը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի փառավորյալ մարմինով երկինք բարձրանալուն, երկինք վերանալուն եւ միաժամանակ Հոր Աստուծո աջ կողմը նստելուն հիշադակն է, որ տեղի ունեցավ Քրիստոսի հրաշապար հարութենեն ճիշտ 40 օրերի հետ, երբ իր առաքյալներուն հետ Ցիդենիաց լերան վրա գտնվեր եւ իր վերջին բադկամները, վերջին խոստումները գուդար իր առաքյալներուն եւ անոնց աչքին թիմած վեր կբարձրանա, երկինք կբարձրանա եւ անդեսանելի կդառնա։ Մեզի Ղուկաս Ավետարանիչ կփոխանցե թե այդ վարյանին երկու սպիտակասկեստ մարդիկ կերևին առաքյալներուն եւ գխոսին առաքյալներուն հետ ասելով թե այն անձը, որ երկինք բարձրացավ եւ դուք տեսակ ագանադես եղական անոր, դարձյալ նույն ձևով պիտի գա աշխարհ, բնականաբար ակնարկելով Քրիստոսի երկրորդ գալուստի մասին։ Այստեղ ես գարջ ընթերցումը գուզեմ կատարել Աստվածաշունչեն, ուրեմն Հովանու Ավետարանի 3-րդ գլուխեն 10-րդ համարեն սկսյալ, որ հետևյալը գսը. Ոչ ոք երկինք ելավ, բացի մարդու որդիեն, որ երկինքեն իջավ եւ որ երկինքի մեջ է, եւ ինչպես Մովսես բղինցե օծը բարձրացուց անաբադի մեջ, նույնպես ալ մարդու որդին պետք է բարձրանա, որովհետեւ անոր հավատացողը հավիտենական կյանք ունենա, որովհետեւ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդին տվավ, որովհետեւ անոր հավատացողը չգործվի, այլ հավիտենական կյանք ունենա, որովհետեւ Աստված իր որդին աշխարհ գրգեց ոչ թե որբեսի աշխարհը տադաբարդե, այլ որբեսի աշխարհը փրկե։ Ահա բասիկ գտեսնենք թե Քրիստոս կխոսի իր անձի մասին, թե ինք գվերատանա հոն ուրգե որ ինք եկավ։ Ես հորմեն եկա եւ ես այդ հորը գվերատանամ։ Եվ հաջող երբ ինք առաքյալներուն հետ կշրջեր Քրիստոս, գխոսեր իր, ասենք, հետ բադահելիք դեպքերու մասին, մանավանդ իր ցեպագալության, ճաճարանքին եւ խաչի մավան մասին, սակայն կտեսնենք թե առաքյալները ոչ մեկ բանի ծանոթ կդառնան եւ կամ ոչ մեկ բան կհասկանան, որովհետեւ դակավին իրենց համար հասանելի չէ։ Եվ երբ կգնենք մեկ գոմեն կգնենք Քրիստոսի կյանքը, թե ան որպես մարդ ծնավ եւ մինչեւ խաչի մահը գրեց իր անձին վրա, եւ ահա բասիկ կտեսնենք այստեղի համարը, որ գսե թե Աստված իր կտարադուտենեն չուզեց մարդուն գորուստը, անոր համար ինք իր միածին որդին տվավ աշխարհ, որպես անմեղ կառնուկ, որպես իր զոհակորձումով մարդ փրկության արժանանա։ Եվ կտեսնենք թե նաև թե ինչպես Քրիստոս իր ճաճարանքներուն ժամանակ, երբ հասած էր ժամը արդեն, այդ գարկմ օրերու դեպքերու մեջ առաքյալներու մասին գրեթե ոչ մեկ բան կգարտանք Աստվածաշունչի մեջ, որովհետև բնականաբար գվախնային, որ իրենք ալ ցերպակալվեին եւ Քրիստոսի հետ իրենք ալ մահվան տադաբարդվեին եւ գտեսնենք թե նաեւ այն առաքյալը, որ մշտապես Քրիստոսի խոստացած էր թե ինք մինչեւ մահ հետը պիտի երթա։ Խոսքս բնականաբար Պետրոս առաքյալի մասին է եւ ինքզինք որպես ամենեն հավատարիմը ցույց կտար Քրիստոսի, գտեսնենք նաեւ մի քանի արիտներով ան գուրանա Քրիստոսը լսելով թե զինք չեմ ճանչնար եւ փախուս կուտա։ Եվ բնական է այս իրավիճակը առաքյալներուն, որովհետեւ անոնց համար մահը դակավին մահ էր։ Չէին գիտեր որ Քրիստոս հարություն պիտի առներ
եւ չենք դե մահեն իդ ցանկը եւ այդ մեկը գտեցնենք Քրիստոսի հարութենեն իդ քրաշապար հարութենեն իդ եւ 40 օրեր ան երկրի վրա գմնա եւ գերեվի բոլոր արաքյաներուն Մարիամ Աստվածին եւ անոնց որոնք հավատացին անոր արաքելության եւ աստվածության եւ գտեցնենք թե Քրիստոս եւ ուզեց արաքյաներուն երևիլ կամ հանդիպում ունենալ երբ օրինակ արաքյանները վերնադամ մեջ նստած էին կամ դան մեջ նստած էին ինք գարձեք որպես մտահոգություն անոնց համար գուզեր որ արաքյանները ասենք այդ ասենք ճիշրչին ժողովրդի մեջ եւ չերևին որովհետեւ դակավին արաքյանները գեհեդաբնտվեին ասենք զինվորներուն կողմէ եւ այդպիսով Քրիստոս կդեսնենք թե ասենք այդ վայրի մեջ հանգարց գահիտնվի իրենց մեջ կարծեք հրաշքն է որ կգադարվի եւ ողջունումը եւ իր խաղաղությունը փոխանցելով ան իր հանդիպումը կունենա եւ կխոսի իր հարության մասին որովհետեւ իր արաքյանները ամեն բան առաջ հավատան դեսնեն որ Քրիստոս ողջ է հարություն արած է եւ բնականաբար հացը գիսելով անոնց հետ կարծեք այնտեղ վադարակն է որ դե գունենա ան ցույց տավ իր արաքյաններուն իր աստվածությունը եւ դենք հարություն արած է եւ ահա բացիկ կդեսնենք այն բա հասած է որ երբ իր արաքյաններուն հետ Ծիտնիաս լեռան վրա կգտնվի եւ այնտեղ դե գունենա դեպի երկին կամպարծումը որ իր արաքելության բսագումը կնկատվի եւ այստեղ գուզեմ կարեւոր երկու գեդերու մասին խոսիլ առաջինը որ երբ Քրիստոս երկին կամպարծավ չի նշանակի թե Քրիստոս մեզ մե հեռացավ այլ ընդհանրակ այսօր Քրիստոս մեզի ավելի մոտ է քան երբեք այսօր երբ Քրիստոս նախքան իր համբարձումը եւ խոսք տվավ արաքյաներուն խոսացավ Սուրբ Հոգին ուղարկել եւ այդտեղ դեսնենք կդարվեցավ համբարձումն ճիշտ 10 օրերի հետ Պենտեկոստեի դոնին արիտով եւ արաքյանները վերնադան մեջ կգտնվեին եւ Սուրբ Հոգին էջ կունեցավ անոնց վրա եւ կնշանակի թե այս մեկը մենք որպես հավատացյալներ Քրիստոսի մեղրդության եւ տրոշմի ջամփով եւ կստանանք այդ Սուրբ Հոգին Աստուծո Սուրբ Հոգին մենք ավելի մոտ կսկանք Քրիստոսի քան երբեք եւ հաջող մենք չենք անդատանա որ մենք մեր անձերուն վրա Աստուծո Հոգին է որ կգրենք եւ շատ հաջող մեր արարքներով մեր չար արարքներով կբղզենք այդ Սուրբ Հոգին եւ չենք անդատանալ թե մենք ինչ կգադարենք այսօր ուրեմն երբ կանդատանանք նաեւ երկրորդ կետին որ հարցածումն էր արաքյաներուն կողմի ուղված Քրիստոսի համբարձումեն առաջ թե երբ պիտի վերագանքնես թակավորությունդ այդպես հարցում գողվի Քրիստոսի եւ բնականաբար իրենք ալ չէին հասկացած թե ինչ հարցածում կդարային ճիշտ է որ շատ հաջող կխոսվեր իրենց կամ Քրիստոս կխոսեր թակավորության մասին կամ երկինքարկայության մասին բայց այդ արաքյանները դակավին չէին հասկացած ինչ թակավորություն էր որ կխոսեր Քրիստոս եւ բնականաբար մարդկային մեր մտածումը կգարձեն թե Քրիստոսի հետ պիտի կա որպես թակավոր եւ իրենք իշխանավորներ որպես պիտի ծառայեին իրեն բայց այնտեղ Քրիստոս գեղեցիկ պատասխան մուտացելով թե ոչ ոք կդաշնա ժամը կամ օրը բացի հոր Աստուծո եւ իդ անոնց Երուսաղեմ ուղարկե եւ գսե որ հոմնացեք մինչեւ Սուրբ Հոգին չստանաք մի սկսիկ ձեր արաքելության եւ այսօր ալ մեր յանքի մեջ շատ մարդիկ կներկայանան որպես քուշակ եւ գուզեն քուշակել թե Քրիստոսի կառուցը երկրորդ կառուցը մոդ է կամ աշխարհի վաղճանը մոդ է հիմնվելով այն դեպքերում մասին որ դեղի ունենա մեր յանքի ընթացքին լանիկա բادرազմ լանիկա երկրաշարժ լանիկա սով եւ այլն բայց ահավասիկ Քրիստոս մեզի գուկասելու թե ժամանակը կամ օրը ոչ ոք գիտե բացի հոր Աստուծո եւ եթե մենք վստահ ենք թե մոդը այդ օրը նշանակի թե մենք ավելի պետք է պատրաստ լինենք այդ օրվան որովհետեւ մենք թիմավորենք դերը որ պետք է որ փառավորվի եւ ինքը այլ խոսքով երբ մենք մեր կյանքը այնպես մգաբրինք համացայն անոր բادرաներուն համացայն Աստծո կամքին կնշանակի թե մենք ավելի պատրաստ կնանք լալ պատրաստ եղած կլանք անոր թիմավորության իսկ ինչ կվերապերի համբարձման դոնին
որպես հայ արաքելական եկեղեցի համբարձման դոնը մենք գհիշադակենք Քրիստոսի հրաշապար 100-ին ճիշտ 40 օրերի հետ հիմնվելով դեպքին որ գդարվեցավ Քրիստոսի 100-ին ճիշտ 40 օրերի հետ եւ ինչպես որ հոգեկալուստն գդարվեցավ համբարձումեն 10 օրերի հետ նույնպես հա հոգեկալուստը գդարենք գհիշադակենք համբարձումեն 10 օրերի հետ իսկ առաջին տարերուն հայ եկեղեցին այս զույգ տոները որ իրար հետ առնչություն ունին մեկ օրվա մեջ էր որ գերիշադակվեր բայց 4-րդ տարին յետք է որ յուրաքանչյուր դոր թե մեր եկեղեցին եւ թե արևելյան եկեղեցիները յուրաքանչյուր դոն առանցին օրերու մեջ սկսան հիշադակել Շատ բարի, նկատի ունենալով, որ սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ Քրիստոսի համբարձման դոնն է որ գորոշի, մի քանի առիթներով պիտի լսենք այնպիսի ազգային ժողովրդական երգեր, որոնք կապ ունեին համբարձման դոնին առիթով։ Առնենք մեր տատարը։ Շատ բարի սիրելի ավադացյալներ, անոնք որոնք սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, անոնք որոնք մեզի նոր միացան, բարձաբես հիշեցում մնե որ մենք այս համբարձման դոնին արիթով հյուր ընդունած ենք այն ջար հայավանի հոգեվոր հովիվ հոգեշնոր դեր Եզեկիել Վարդապետ Սելումյանը, որ գխոսի Քրիստոսի երկինք համբարձման խորակրով։ Հայսուրբ մեր երկրորդ հարցումը վստահ եմ որ համբարձման դոնին հետ կապ ունի, որ քիչ առաջ արդեն անդրադարձակ նկատի ունենալով որ արաքյալները կորձը սկսած են հետևաբար ինչ կրնա գսել
Կորց արակելոց քիրքին մասին։ Կորց կարակելոց քիրքը որպես նոր գդագրանի քիրքերեն մին օղակ մնե ավետարաններուն եւ արաքելական թուղթերուն միջև, որ գնանք զայն բաժնել երկու մեծ խմբավորումներու։ Ուրեմն առաջին խումբի մեջ գնանք ներառել առաջին 12 գլուխները, որ գխոսի Քրիստոսի համբարձումին, հոգեկալստյան, անգետ նշանավոր ասենք Պետրոս Արաքալի քարոզխոսության, քիչ մանտինգ դստենք մեր առաջին եկեղեցու նահատակին մասին, Ստեփանոս նախաբգայի մասին եւ հասնելով մինչեւ եկեղեցու հիմնարկության եւ թե ինչպես քրիստոնեությունը գամած Երուսաղեմեն դուրս կդարածվի հասնելով մինչեւ Սամարիա, Սուրիա, Աթենք եւ Հռոմ։ Եվ վերջավորության գնանք նաեւ ավելացնել այս բաժնի մեջ Բողոս Արաքյալի դարձը։ Իսկ երկրորդ խումբին գնանք միացնել 16 մնացյալ 16 գլուխները, որ ընդհանուր կերպով գխոսին Բողոս Արաքյալի 3 նշանավոր ճամփորդություններուն մասին։ Եվ այսպիսով գնանք տեսնել, թե որ 4 ավետարաններ, որ գխոսին Քրիստոսի կյանքի մասին, անոր ծնունդեն սկսյալ մինչև համբարձումը, եւ Կորց Կարակելոց քիրքը ուրեմն ծեվով շարունակությունն է ավետարաններուն, թե ինչ պատահեցավ համբարձումեն յետք եւ ինչպես արաքյանները գրծան շարունակել Քրիստոսի ասենք սուրբ առաքելությունը։ Այս քիրքին, Կորց Կարակելոց քիրքին հեղինակը Ղուկաս Ավետարանիչ կհանդիսանա։ Համաձայն այն ասենք այն սուրբ հայրերուն, որոնք բնականաբար եւ քննարկում կգադարեն եւ տեսնելով մանավանդ թե Ղուկասու Ավետարանին եւ թե Կորց Կարակելոցի ասենք առաջին գլխու առաջին համարներուն, որ Ղուկաս Ավետարանիչ այս երկու գործերը ծեվոմը գուղե Թեոփիլոս անունով անձիմը, որ գուզեմ նաև ընթերցել այստեղ Կորց Կարակելոց գրքի առաջին գլխուն առաջին համարեն սկսյալ, որ հետևյալը գսե. Առաջին քիրքիս մեջ ակնարկելով Ավետարանին, ով Թեոփիլոս գրեցի այն բոլորի մասին, որ Հիսուս կատարեց եւ սորվեցուց սկիզբեն մինչեւ այն օրը, երբ Սուրբ Հոգին զորությամբ իր բադվերները դալեյետ իր ընդրած արաքյաներուն երկինք համբարձավ։ Իր չարչարանքներուն հաջորդող 40 օրերուն տածքին ան քանիցս երևցավ անոնց բազմաթիվ գերբերով ցույց տալով, թե ինք այլևս ողջ է եւ խոսեցավ Աստուծո արքայության մասին։ Ահա բացի կտեսնենք, թե նույնպես Ղուկաս Ավետարանիչ, որ արեստով ան բժիշկ մներ եւ արաքյաներուն հետ սկիզբը արաքյաներուն հետ մաս չեր գազմել, ոչ ալ 72 աշակերտներուն հետ, այլ անգետ որ ասենք միացավ արաքյաներուն, բայց հավասիկ դեսենք, թե Ղուկաս Ավետարանիչ իր այս գործը նաև գուղե Թեոփիլոս անունով անձիմը, որ նաև այս անունին հանդեպ գասկազներ կան, թե ով է Թեոփիլոս։ Հիմա գարձիկ մգա, որ զինվորական եղած է, ուրիշ գարձիկ մգա, որ նաև Ղուկասի նման բժիշկ եղած է, նշանավոր բժիշկը, բայց ամենայն դեպս անցումն է, որ Ղուկաս Ավետարանիչի բարեկամները մեկն եղած է, որ Ղուկաս ասենք իրեն ուղարկելով այս երկու քիրքերը ուզած է զինք դարձի բերել։ Եթե անդրադառնանք այսօր, թե ինչու ինչ էր ալբաջարը, որ Ղուկաս ուզեց նաև արձանագրել արաքյաներու գործերը։ Այս քիրքը, որ գբարունակե արաքյաներուն գործերը, թե ասեմ, որ այս քիրքին ասենք 90 100-ը գխոսի Պետրոս եւ Բողոս արաքյաներու ասենք գործերու մասին, եւ ոչ թե նման արաքյաներուն։ Իսկ մնացած արաքյաներուն մասին կտեսնենք գարջ համարներով եւ գարջ դրվագներով պատմված անոնց մասին, օրինակ համար Հովանես Ավետարանչի համար կամ Հովանես Արաքալի համար գսե, թե բարձրապես Պետրոսին ընկերագիցն էր իր արաքելության մեջ եւ կամ ասենք ուրիշ գակնարկե Հակոբոս Արաքյալի ասենք նահատակության մասին եւ ինչպես որսի 90 100-ը Պետրոս եւ Բողոս արաքյալներու արաքելություն է, որ կպատմի այս քիրքը։
Եվ թե ինչու Ղուկաս Ավետարանիչ այս գիրքը ուզեց արձանագրել եւ կամ այս արաքյանների կորձեր ուզեց արձանագրել այն պատճառով թե այն ժամանակ մարդիկ սկսած էին իրենց այսինքն ավետարաններ գրել, Քրիստոսի կյանք արձանագրել եւ անշուշտ սխալ դերակցություններ փոխանցել։ Եվ երբ Ղուկաս կանտատանա այս բոլորի մասին ուզեց հանցն անել այս սուրբ գործը եւ արձանագրել արաքյաներուն գործերը։ Հիմա բնական է որ ավետարանի բարակային ան օգտված է մնացյալ ասենք ավետարաններն եւ ինք գրի արած է ավետարան։ Իսկ այս բարակային իր վկայություններն է որ արձանագրել։ Որովհետեւ Բողոս Արաքյալ ինքը վկայ է թե մդերին բարեկամն էր Ղուկաս եւ արդեն Բողոս Արաքյալ խորհրդատուն էր Ղուկաս ավետարանիչին։ Եվ հետևաբար գտեսնենք թե Ղուկաս Ավետարանիչ կնշմարե թե այդպիսի կրություններ դեղի ունենան թե օրինակ համար այսօր մենք երբ խոսենք համբարձման դոնի մասին ուրեմն երբ կսվի թե Քրիստոսի համբարձումը դեղի ունեցավ իր 118 ամիսներ յետ սա նշանակե որ այնտեղ երբ Ղուկաս որ արաքյաներուն հետ էր եւ գտեսնեւ այդտեղ շփոթությունը կամ սխալ ասենք կրությունը գա այդ պիսով գուզե այս բոլոր ասենք ըլանոնք աղանդավորներ ըլանոնք սխալ ուսուցումներ փոխանցողներ ուզեց այս բոլորին վերջ դնել եւ սկսավ իր այս գործին արձանագրելով գործ կարակելոս գիրքը եւ հիմնվելով այն խոսքին Քրիստոսի խոսքին որ լսե եթե ես չերտամ մխիթարի Սուրբ Հոգին պիտի չկա սա նշանակե թե նախքան Սուրբ Հոգին էջ կարակյաներուն վրա Հիսուս պետք է որ համբարձած լար սա նշանակե թե այնպես չէ որ Քրիստոս 18 ամիսներ յետ համբարձավ երկինք այլ ճիշտ 140 օրեր յետ եւ այս մեկը այս բոլոր ճշտումները Ղուկաս Ավետարանիչ ինքը կդարե իր գործ կարակելոս գիրքի մեջ են այստեղ գտեսնենք թե գարկմը չափանիշներ կան մեր եկեղեցու հայրու գոմեն նշանակված թե կբացահայտեն թե որ քիրքերը ավետարանական որ քիրքերը ընդունելի կրնան լալ եւ որ մեկը որ կրնան անվավեր լալ ուրեմն առաջին ասենք չափանիշը հետեւյալն է թե յուրաքանչյուր քիրքին արաքելական յուրաքանչյուր քիրք արաքելական ցակում պետք է ունենա բայց այստեղ գտեսնենք թե Ղուկաս Ավետարանիչ արաքյաներեն չէր ոչ էլ աշակերտներն էր բայց երբ Բողոս Արաքյալ գվգայի անորմասին որ իր բարեկամն է եւ երբ ինք Ղուկաս Ավետարանիչ իր այս ասենք վկայություն իր ավետարանը գրած է օգտվելով արաքյաներեն եւ այս վկայությունները իր վկայություններն են կորս կարակելոցի բարակային սա նշանակե թե այս մեկը ընդունելի գլա մեր եկեղեցու ընդհանուր եկեղեցու գոմե իսկ երկրորդ չափանիշը պիտի ըլլար հետեւյալը թե դվյալ քիրքին դեզերական ընդունելությունը եւ գտեսնենք որ այս քիրքը ընդունվեցավ բոլոր եկեղեցիներն առանց դժվարության եւ կամ առանց դարագուսանքի իսկ երրորդ չափանիշն էր քիրքին հոգեվոր բարնակությունը որպես մանոր աստվածային ներշնչումին ապացույց եւ կորս կարակելոցը ունի ճշգրիտ պատմական նկարագրություն առողջ եկեղեցական ըմբռնում եւ շնիչ հոգեվոր բարնակություն եւ այսպիսով գրծավ Ղուկաս Ավետարանի գրած կորս կարակելոցը վավերած որպես ասենք համարել որպես վավերացված իսկ բոլոր այն քիրքերը որոնք թե անհայտ են կրոնները եւ թե ասենք սխալ ուսուցումներ եւ սխալ դերակցություններ գուտան թե Քրիստոսի թե արաքյաների մասին այդ բոլորը անբավեր նկատվեցավ շատ բարի մենք առնենք մեր երկրորդ թաթարը եւ լսենք դարձյալ համբարձման ասկային ժողովրդական երկեր որ մենք իդ դարձյալ գվերաթարնանք
Շատ բարի սիրելիներ, մենք կվերադառնանք դարձյալ մեր հավատք եւ կյանք հայդակիրով եւ մեր վերջին հարցումը պիտի լա հայ սուրբին քիչ առաջ արդեն ագնարգություն մրիկ եկեղեցվո հիմնարկության մասին մեզի գրնակ ասել թե ինչպես դեղի ունեցավ եկեղեցվո հիմնարկությունը Եթե պիտի խոսենք եկեղեցու ցակման եւ հիմնարկության մասին պետք է անդրադառնանք Սուրբ Հոգվո կալուստին որ դեղի ունեցավ Քրիստոսի համբարձումեն 10 օրերի հետ երբ Երուսաղեմի մեջ հрьяաները Բենտեգոստեի դոնը գեիշադագեին որ հունցքի իրենց հունցքի դոնն էր այդ խոսքով այդ դոնին ամեն երկիները մարտիկ կլեցվեին Երուսաղեմ եւ իրենց երախայրիկեն բաժիմը ասենք երախայրիկը գուդային դեպի երախայրիկը գուդային եկեղեցու եւ ճիշտ այդ բանը երբ արաքյանները շուրջ 120 հավատացյալներու հետ հավաքված էին Վենադամ մեջ եւ հանգարց ավետարան մեզի կպատմի թե ինչպես հովիմը սուրոցին պես ցայմը գդասվի եւ Սուրբ Օքին հրեղեն լեզուներու գերբարանքով գուկան եւ գանգչին արաքյաններուն եւ բոլոր հավատացյալներուն վրա եւ այդ բանը սկսյալ բոլոր անոնք որ Սուրբ Օքին ստացան յուրաքանչյուրը սկսավ դարբեր լեզուներ խոսել այնտեղ այն մարդիկ որոնք դուրսի երկիներեն եկած էին գզաման թե այս բոլոր անձիկ որ գալիլեացիներ էին թե ինչպես իրենց անձնական ունեցած լեզուները գխոսին եւ ոմանք ասին որ կինովծած էին եւ այսպես դեղի ունեցավ ասենք հոգեկալուստը եւ թե ինչու այդպես բադայեցավ ինչու յուրաքանչյուրը դարբեր լեզուներ սկսավ խոսել այն նպատակով որ այս արաքյանները միան Երուսաղեմի մեջ պիտի չմնային այլ պիտի կարոզեին ամբողջ աշխարհը եւ այդպիսով կտեսնենք որ արաքյանները որ յուրաքանչյուր դարբեր լեզու խոսի Երուսաղեմեն դուրս նաև դարաձեցին քրիստոնեությունը հաստատեցին եկեղեցին ամենուրեք եւ ավետարան ինքը վկայ է թե ինչպես մինչև Հռոմ քրիստոնեությունը դարաձվեցավ եւ յուրաքանչյուր շրջան իր եկեղեցին ունեցավ այսօր երբ եկեղեցի գսենք բնականաբար մի հատ կարեղեն կարաշեն շենքը չէ այլ եկեղեցին հավատացյալ ժողովուրդն է այսօր Terəvəz խոսքով թյուրին գիտել դար երբ ասենք որ Քրիստոսի արաքյանները հաջողեցան Քրիստոսի եկեղեցին հնել աշխարհի վրա եւ բոլոր անոնք որ հավատացին մգրդվեցան եւ այլն եւ այս մեկը terəvəz այսօր է դելար ավելի թյուրին գիտել դար բայց այն ժամանակ թյուրին չեղավ իրենց համար եւ գտեսնենք թե իրենց այս սուբ կորձին ջամփով անոնք նաեւ Մարդիրոսացան եւ նահատակվեցան հանուն Քրիստոսի եւ այսօր տեսնենք թե քրիստոնեական գրոնքը աշխարհի սենք դարձին ամենեն լայնադարած գրոնքները մեկն է շնորհիվ արաքյաններուն եւ Սուրբ Հոգի սենք ներկործության եւ այսօր եկեղեցին է ընդհանուր եկեղեցին է որ այդ կորձը կշարունակե բնականաբար Սուրբ Հոգի ներշնչումով Այսօր երբ եկեղեցու մասին պիտի խոսենք եթե լավ կուզենք հասկանալ եկեղեցին այնտեղ կան 3 եզրերը եկեղեցու որ առաջին գոչվի նյութական եկեղեցի որ կարեղեն շենքն է գառույցն է իսկ երկրորդ զինվորյալ կամ զինվորակրյալ եկեղեցի որ հավատացյալ ժողովուրդն է որ որպես զինվորները կամ անդամները Քրիստոսի եկեղեցու անոնք բادرազմ կմղեն չարին դեմ իրենց բարի գործերով եւ որբեսի հաստին հաղթական եկեղեցին որ կպատկանին այս եկեղեցին կպատկանին բոլոր անոնք որոնք հանդերձյալ կյանքին հանձնվեցան եւ իրենց կյանքը բادرազմելով չարին դեմ անոնք գրցան հաղթական դուրս գալ եւ մաս կազմել ասենք հաղթական եկեղեցին բայց այսօր մենք որպես եկեղեցի դարձյալ գսեմ այդ կարեղեն շենքը չէ այլ այսօր եկեղեցին ժողովուրդ ինքն է երբ այսօր մենք չհավաքվենք եւ չերտանք այդ կարեղեն շենքերից չմտնենք այդ
այդ եկեղեցու իմաստը ասենք գործընթացած կլա եւ այսօր ինչպես որ առաքյաները միացած ուզեցին իրենց առաքելության սկսել եւ իրար ուժ դալով եւ տեսնելով թե երբ Սուրբ Օքին անոնք ստացան այդ զորություն ունեցան իրենց զբաղը փարադեցավ եւ գցան համարցակ գերբով հանրության արչեւ ելնել եւ խոսիլ կարոզել մգրտել մարդ շահիլ որպես հավատացյաներ դեսնենք այդ բոլորը գդարվեցավ ծևոմը միապերան մեկ ասենք մարմին լալով մեկ եկեղեցու անվանդակ եւ գրցան հաջողել Քրիստոսի եկեղեցին հիմնել աշխարհի վրա եւ այդ առաքելության լծվելով անոնք սուրբ ասենք այդ վսակումին հասցուցին իրենց անձերը սուրբ կոչվելով եւ այս այսօրվան մեր հարցազրույցը գուսեմ ավարտել մեր խմբակիրներեն Գևորգ Սկևրացի գրած ասենք հետեւյալ նախատասություններով որ գխոսի առաքյաններու մասին որ հետեւյալը գսե Սուրբ առաքյանները իրենք կերակորձեցին ոչ թե միայն Քրիստոսի առաքելությունը շարունակելով Աստծո աչքին հաճելի դառնալով այլ նաև անձնական չանքերով եւ ինքնակորձ աշխատանքով անոնց կորձերու էջերու մեջ պիտի տեսնենք թե անոնք իրենց բարձությամբ սակայն աստվածային զորությամբ մարդկային բազմաթիվ զողողություններ կատարեցին կորձեցին եւ պատկամեցին Աստծո խոսքին ու առաքելության հավերժացման համար թեև անոնք աստվածային շնորհքներով եւ կարողություններով օժտվեցան սակայն երբեք չձուլացան գիտակցելով որ առանց կորզնական առաքելության կարելի պիտի չլար իրակորձել իրենց ուսերուն վրա տրված հսկա առաքելությունը եւ Աստծո աչքին հաճելի դառնալ Շնորհակալություն եղբայր վարձկենիդ կդար Աստված ծեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բահե Ագելը առաջ մեր հայդակիրը սիրելիներ ագանչալու լանք Դավիթ մարգարեին Պերնով արդասանված սաղմոսներեն հատվածը Եկեք ծնծությամբ երկենք Տիրոջ ուրախությամբ աղաղագենք անոր որ մեր վեմն ու փրկիչն է Փութանք իրեն ներգայանալ քո հապանությամբ ուրախ աղաղակներով օրհնություն երկենք անոր որովհետև դերը մեծ Աստվածն է ան է որ գթակավոր է բոլոր աստվածներուն վրա անոր ցերքին մեջ են երկրի խոր վիհերը ինչպես իրն են լեռներու գադարները իրն է ձովը ինք ստեղծեց զայն իր ցերքերը կոյացուցին ցամաքը եկեք բաշտենք զայն եւ երկրբակենք ձունգի կանք մեր արարիչին դիրոջ արչև որովհետև մեր Աստվածն է անիգա եւ մենք իր ժողովուրդը իր հոդին ոչխարներն ենք որ իր ցերքով գարած է մտի գրեք այսօր ինչ որ գսե ան համարություն մի ընեք ինչպես ըրիկ մերիբայի մեջ փորձության օրը անաբադին մեջ հոնցեր հայրերը զիս փորձեցին իմ կորձերս տեսածը լալով հանդերձ փորձի ենթարկեցին զիս 40 տարի ես զզվեցա այդ սերունդեն եւ ըսի անհավատարիմ ժողովուրդ մնե որ իմ օրենքներս չհարկեց բնավ եւ փարգությանս մեջ ես երթում արի որ անոնք բնավ պիտի չմտնեն այն երգիրը ուր անոնց հանգիստ մբադրաստած եմ ամեն Հարի գիշեր եւ հաջելի ունգընթություն